Ալեքսանդր Դյումայի կյանքում սկսվեց նոր փուլ։ Նա արդեն ճանաչված էր Փարիզում, բայց դա նրա համար բավարար չէր։ Նա ուզում էր ավելին։ Նա ուզում էր ստեղծել պատմություններ, որոնք կապրեն տարիներ, դարեր։ Նա սկսեց գրել մեծածավալ վեպեր, պատմություններ, որոնք լի էին արկածներով, դավաճանությամբ, սիրով և վրեժով։ Նրա երևակայությունը սահմաններ չուներ։ Նա ստեղծում էր աշխարհներ, որտեղ հերոսները պայքարում էին արդարության համար, որտեղ ամեն մի դրվագ լարված էր, կենդանի։ Շուտով նրա գրքերը սկսեցին տպագրվել թերթերում, մաս առ մաս։ Մարդիկ սպասում էին հաջորդ հատվածին, կարդում էին, քննարկում, ապրում այդ պատմություններով։ Նրա անունը դարձավ հայտնի ոչ միայն Փարիզում, այլ ամբողջ Ֆրանսիայում։ Այդպես ծնվեցին պատմություններ, որոնք այսօր գիտի ամբողջ աշխարհը։ 3 հրացանակիրները, Կոմս Մոնտե Քրիստոն։ Դրանք պարզապես գրքեր չէին, դրանք դարձան լեգենդներ։ Դյուման դարձավ ամենահայտնի գրողներից մեկը իր ժամանակում։ Նա վաստակում էր մեծ գումարներ, ապրում էր շքեղ կյանքով, շրջապատված էր մարդկանցով, ովքեր հիանում էին նրանով։ Բայց նրա կյանքը երբեք պարզ չէր։ Նա շատ էր աշխատում, շատ էր ծախսում, հաճախ պարտքերի մեջ էր ընկնում։ Նրա կյանքը նույնքան քաոսային էր, որքան նրա պատմությունները։ Նա ուներ բազմաթիվ սիրավեպեր, բազմաթիվ կապեր։ Նա ապրում էր լիարժեք, արագ, առանց կանգ առնելու։ Բայց մի բան երբեք չէր փոխվում։ Նրա ներսում դեռ ապրում էր այն տղան, ով նստած էր սառը սենյակում և լսում էր հոր պատմությունները։ Նա երբեք չմոռացավ, թե որտեղից էր եկել, չմոռացավ աղքատությունը, չմոռացավ հորը, չմոռացավ այն խոստումը դառնալ արժանի նրա հիշատակին։ Եվ նա կատարեց այդ խոստումը։ Նա վերադարձրեց Դյումա անունը աշխարհին, դարձրեց այն լեգենդ։ Ալեքսանդր Դյուման դարձավ մարդ, ով ոչ միայն ստեղծեց պատմություններ, այլ փոխեց դրանք։ Մարդ, որի հերոսները ապրում են մինչ այսօր։ Մարդ, որի անունը երբեք չի մոռացվի։ Եվ գուցե հենց դրա համար նրա կյանքը ավելի էր հիշեցնում վեպ, քան իրականություն։ Ալեքսանդր Դյումայի կյանքը լի էր փառքով, արկածներով և անսահման էներգիայով։ Բայց տարիների ընթացքում այդ էներգիան սկսեց մարել։ Նա շարունակում էր գրել, ստեղծել, աշխատել, բայց աշխարհը արդեն փոխվում էր։ Նոր սերունդ էր գալիս, նոր գրողներ, նոր գաղափարներ։ Դյումայի անունը դեռ մեծ էր, բայց նրա կյանքը այլևս նույնը չէր։ Նա շատ էր ծախսում, ապրում էր լայնորեն և հաճախ հայտնվում էր պարտքերի մեջ։ Նրա ֆինանսական վիճակը վատացավ։ Նա կորցրեց իր ունեցվածքի մի մասը, նրա շքեղ կյանքը սկսեց քանդվել։ Բայց նույնիսկ այդ ժամանակ նա չդադարեց գրել։ Նրա համար ստեղծագործությունը կյանքի իմաստն էր։ Տարիները անցնում էին, նրա առողջությունը վատանում էր, և վերջապես 1870 թվականի դեկտեմբերի 5-ին Ալեքսանդր Դյուման մահացավ։ Նա 68 տարեկան էր։ Նա մահացավ համեստ պայմաններում, առանց այն շքեղության, որի մեջ ժամանակին ապրել էր։ Բայց դա չէր կարևոր։ Կարևորը այն էր, ինչ նա թողեց իր հետևում։ Նրա գրքերը շարունակեցին ապրել։ 3 հրացանակիրները, Կոմս Մոնտե Քրիստոն։ Այս պատմությունները անցան սերունդներից սերունդներ։ Դրանք թարգմանվեցին տասնյակ լեզուներով։ Դրանք դարձան ֆիլմեր, ներկայացումներ, լեգենդներ։ Դյուման դարձավ ոչ միայն գրող, այլ մշակույթի մի մաս։ Մարդ, որի ստեղծած աշխարհները մինչ այսօր ապրում են։ Տարիներ անց Ֆրանսիան ճանաչեց նրա արժեքը։ Նրա անունը վերականգնվեց, նրան հարգեցին այնպես, ինչպես պետք էր դեռ իր կենդանության ժամանակ։ Այսօր Ալեքսանդր Դյուման հիշվում է որպես պատմության ամենամեծ պատմողներից մեկը։ Մարդ, ով ապացուցեց, որ նույնիսկ ամենածանր ճանապարհից կարելի է հասնել անմահության։ Նա սկսեց կյանքը մոռացված հերոսի որդի, բայց ավարտեց այն որպես լեգենդ, որի անունը երբեք չի մոռացվի։ Սիրելի դիտող, եթե այս պատմությունը հավանեցիր, բաժանորդագրվիր ալիքին և հավանիր այս տեսանյութը։ Դա լավագույն աջակցությունն է ինձ։